Հալելույա Հայր, քո ժողովուրդը սրտանց կամովի հոժանական եկել է քեզ պատվելու, եկել ենք քո տուն քեզ մեծարելու Տեր, եկել ենք քեզ պատվելու և գովելու քո անունը Տեր Աստված, որ միակն ես ամբողջ աշխարհում, միակ Աստվածը, որ չունես քեզ հավասարը, չունես մեկը քեզ մրցակից, չունես մեկը քեզ փոխարինող Տեր, շնորհակալ ենք Տեր, որ դու կայր, հիմա էլ կաս ու դեռ լինելու ես հավիտյան, և որ մեզ էլ քեզ այդ հավիտյան կյանք պարգևեցիր Տեր, շնորհակալ ենք մեր փրկության համար, շնորհակալ ենք այդ ամենի համար, ինչ որ մեր կյանքում տեսնում ենք Տեր, որ դու անում ես, շնորհակալ ենք մեր անձերի համար, մեր ընտանիքների համար, մեր շուրջը գտնվող մարդկանց համար, մեր երկրի համար, օրհնում ենք մեր ղեկավարությանը Տեր, օրհնում ենք բնակչությանը մեր երկրի Տեր, քո սիրո ու խաղաղության թող պարուվեն Տեր, թող որ քո սիրո մեջ միաբանվի մեր ազգը Տեր և ազգովի պաշտենք ու կանչենք, որ դու ես Հայաստանի Աստվածը, ամեն, հալելույա, Իրոք ներկայության մեջ կարող ես նստել, եթե սրտումդ կա, որ մի լավ բան ասես ողքինիդ, կարող ես ազատ ասել, դա օրհնված կլինի անվանան քեզանով։ Շնորհակալ եմ, որ շոքին չեք նայել հաղթել եկել եք, դա ձեր հաղթանակի համար շնորհակալություն քեզ Ռոզաննա Քուրջան, Տիրոջ ներկայությունը շատ ասում քեզանով, դրանցից մենք քո հետ գալիս ենք շատ հետաքրքիր էր, չգիտեմ բառեր չեմ գտնում, ասեմ թե ինչքան հիասքանչ երկրպագություն դասել։ Տեր օրհնի ձեզ, մենք հավաքվել ենք լցվելու Աստծով և նաև հավաքվել ենք այն ինչ որ մեր մեջ լցվել ա Տերը փոխանցենք մեկս մյուսին, ամեն։ Երեք երեկոյան աղոթքի տեղը շատ օրհնված աղոթք էր, շատ խորհուրդ եմ տալի, որ անպայման ու մենք բացի խորհուրդ տալի երազում ենք այդ օրվա, որ մենք բոլորով ընտանիքներով կհավաքվենք ու այդպես երեկոներ կունենանք, ամեն, ու դա սկսվել է, ասեմ քեզ սիրելի սուրբ օրերը ժամը 7-ից Արզու եկեղեցում մեր այնտեղ աղոթքա լինում ու գիտեք, ես ուրիշ թեմա կար, բայց երբ որ այդ աղոթքի ժամը այնտեղ է, ասեցի Տեր, վաղը ինչ ես ուզում որ ժողովուրդ հետ խոսեմ, ու սկսեցի գիրքը կարդալ ու սկսեց Տերը բաներ էր խոսել, բացել եմ հեռախոսս ու նստած գրում եմ, հետո կինս ասում ինչ էր այդքան գրում, քարոզ չկար, բացիկա, այդ քարոզ էր կան այդ ներկայության մեջ, այդ երկրպագության աղոթքի, այդ ամեն ջերմատորողի մեջ քարոզը ծնվեց սիրելիս ու ես կարծես այս հնազանդությամբ գրում էի ու ասում էի Տեր ջան, գրեմ որ կարողանամ ինչ որ տվել ես փոխանցել ու գիտեք հետաքրքիր է որ թեման սերնդափոխության մասին է ու ես նստած մտածում էի կարծես տենց մտովի տենց մտածում էի որ տարիներ առաջ երբ որ երիտասարդ էինք մենք էինք գնում աղոթքի ու միանգամից նայում եմ իրականությունը որ արդեն մենք մատիկ ենք ու նստած աղոթքի տեղը նայում եմ սերունդներին ու գիտես բայց Աստված այդ սերնդափոխության մեջ եկեղեցու մասին է խոսում, որ եկեղեցում է սերնդափոխություն կատարվում, այն ինչ-որ որ մենք սովորում ենք սերնդես, դա նրա համար է, որ օրերից մի օր և հենց այդ վեկանատ օրվանից է սկսած, ասեմ, դա ապագայի համար չի այնքան, ինչքան որ վերցել ես այդ օրվանից սկսած փոխանցելու համար ու ես տեսնում եմ, որ Աստված ցույց էր տալի իր գործելավոճը, որ ինչքանով մեզ տալիս է, այդքանով է պահանջում է, որ մենք դա կիրառենք, օգտագործենք, դնենք գործի մեջ, ինչպես քանքարները, որ տրվեցին ծառաներին, այնպես էլ մեզ տրվում է խոսքեր, տրվում է օծություն, տրվում է պարգևներ, և ինչպես ենք մենք դա օգտագործում։ Կարող ես պարգևը վերցնել ու մտածել, որ դու շատ լավն ես, հպարտանաս, կարող ես նույն ձևի պարգևը օգտագործի ու դու ես զարմանաս ու դու էլ առաքյալների նման ով որ ուզել է քեզ մեծարի շորը ճղես հոգևոր իմաստով հավասարացնելով նրան ով որ ուզում է քեզ մեծարի որտեղ առաքյալներն երբ որ ուզում էին նրանց մեծարել ասեցին ստոպ մենք էլ ձեր նման մարդիկ ենք մենք էլ ձեր նման մարդիկ ենք այն ինչ որ դուք տեսաք որ արվեց դա Աստված արել դա Հիսուս Քրիստոսի անունով արել ու
մենք ենք որոշում մեզ տրվածը մենք ինչպես օգտագործել ու հենց դա էլ խոսում է մի բանի մասին, թե ինչպես սերնդափոխություն տեղի ունենա։ Մենք հայկական մի հատ լավ ոտանավոր ունենք, որպեսզի շատ այդ ոտանավորի վրա չկանգնեմ, ընդհանրեն մի ֆրազա եմ այնտեղից դուրս բերել, հենց ասեմ բոլորդ հիշեցեք, ապրեք երեխեք, բայց մեզ չապրեք։ Ու ակամա հարց առաջանում։ Իհարկե, միանգամից հասկանում ես, որ վատ եք ապրել, դրա համար չեմ ուզեցել, որ երեխեքը իրանց նման վատ ապրեն։ Բայց երբեմն նայում ես մարդկանց, որ իրենց կյանքը այնքան են գովում, այնքան են հիշում իրանց տարիները, թե ինչքան լավ ա եղել։ Մանավանդ մեծ հասակները, մեր վաղտովս էր, այսպես էր, այս ինչ բաներ, այս ժամեր կամ լիքը ես էլ եղել եմ ճամբար էինք անում մեզ, մեր ծնողներս աշխատում էին գործարանում, երեխան են ճամբար էինք անում, հետաքրքրություն էին մտցնում կյանքի մեջ, այն ինչ-որ բաներ կա, որ կարանք հիշենք լավ ա, եթե լավ ա, ինչ ենք իր սերունդին ասում, մեզ պես չապրել։ Իհարկե վերջին հաշվով ես ինչքան է լավ ապրել, որպես ծնող իմ երեխային կարամ նույն խոսքեր ասեմ, ապրես, բայց ինպես չապրես, ու շարունակություն, ավելի լավ ապրես։ Եթե ես ապրեմ, տիրոջ պես մինչև վերջ ապրելով իմ երկնային կյանքը ու գնամ, եկինք ու այդ վերջին խոսքը լինի, էլի կասեմ, մինչև վերջ, ինձանից լավ եղի։ Այսինքն հոգևորում մենք մի հատ ժառանգություն ենք թողում, ոչ թե ինպես եղեք, այլ ինձանից լավ եղեք։ Իսկ դրա համար ինչ է պետք անել, մենք կարդալ ենք Աստծո խոսքից տեղեր, ուղղակի այս խոսքերը, որ մեջ բերեցի մեր հայկական այդ բանաստեղծությունից, մտերունի արիթ ա տալի, եթե լավ են ապրել, էլ ինչի են իրենց սերունդերին ասում մեզ պես չապրեք։ Ու տեսնում եք, որ կյանքում աշխարհում է սերնդափոխություն գոյություն ունի, սիրելիներս։ Մարդիկ, որոնք ապրել են մեզանից առաջ, նրանց սերունդերին ինչ են ասում, մեջ բերուներ, պապս այսպես էր ասում, հերս ներստեք ասեր, ինչ-որ մեջ բերում որից, ինչ-որ մեծերից, կամ պապաս ես բանը չեր սիրում, կամ ընդհանրակը շատ էր սիրում, էլի մեր ֆիլմերից կա, չէ, թորիկը, որ նստած կանաչի ատում ասում է, էլի քոր առամ կանաչի շատ սիրել, կովի պես կարացել, չէ, շոտից մեջ բերում կա։ Հիշողություն են ունի սերունդը իր ավակ սերունդից, ամեն, մենք ամեն մեկս ենք, երևի մեր տարեզքուր աշխարհքուրն է մեր մեջի մեծը, որ խոսացնես ինքը կարա ինչ-ինչ երիտասարդ տարիները, իր պապերը, ծնողները կամ հորեղբեր, ինչ-որ բաներ էին կազմակերպում, ինչ-որ լավ բաներ կարա հիշի դարեր, դժվարություններ, կորուստներ, հաջողություններ, չէ, կարող ենք ամեն մեկս էլ ունենք, կարա նստենք ու հիշենք։ Ինչ է աշխարհը թողել ժառանգություն, սերնդափոխություն։ Երբեմն նայում ենք, որ մենք անգամ աղոթքով կանգնում ենք այդ ժառանգած անեծքի, երբ որ մարդը գալիս է ու տեսնում ես, որ իր սերունդից ինքը ժառանգել է անեծք։ Կարա լինի կախարդություն արած լինեն, մենք հոգևոր մարդիկ ենք ծանոթ են, չասում ժառանգական անեծք կա, պապն էլ այդ թվի մահացել, չգիտեմ, մայրն էլ է մահացել, մի խոսքով ինչ-որ մահեր, մենք ունենք եղբայր, որ ինքը վկայեց, եկեղեցում եկա վկայեց, որ իր հորեղբերն էլ հանցագործել է նստած, պապն էլ հանցագործել է, հայրն էլ, ինքն էլ, ու ասել ինձանով պետք է կանգնեցնել։ Ու երբ որ նա վկայեց, ես ակամա հիշեցի իմ սերունդը, իմ պապերին, հորեղբեր, հայրս երկու անգամ ամուսնացած, հորեղբերներս էլ կամ երկու անգամ, պապիկս էլ երկու անգամ ամուսնացել, ես վերջերս գյուղում էի պատմում եմ, որ ասում են 4 երեխուն կնոջը թողեց ամուսնացած տատուց հետ, երկրորդ ամուսնությունն եղել որտեղից ծնվել է իմ հայրը, ու գիտես, ակամա այդ եղբայրը, որ վկայում էր անեց, ես իմ միտքը փակեցի ու ասեցի, ես կանգնեցնում եմ այդ ժառանգական անեծքը, ինձանով, որով որ ստեղ են ամուսնացած երեխա ունի, բայց ինչ ունի, տարօրինակություն է, ու նայում է, որ աշխարհը նույնպես ունի ժառանգական բաներ, որ բերում է իր հետ։ Օրինակ, լավ ժառանգական բաներ կա, մարդ նոտար է լինում, մենք է տեսնում ես իր երեխեն էլ է նոտար, թորն էլ է արդեն նոտար, տեսնում ես բժիշկ կա, երեխեն էլ հետաքրքրություն չէ, այդ տան մեջ է, կամ կոշկատար է լինում, երեխեն էլ այդ արհեստը սովորում, մեղվաբան ընկեր ունեմ իր պապուց է գալիս, տեսել է սովորել է
որ ասում արեստը մեջն է մտենք, լավ բաներ նույնպես կան սիրելիս, որտեղ Աստծո խոսքին որ նայում ենք, գրած է, որ օրհնությունը սերունդ գնում է, փոխանցում է, ու նույնպես անեցքն է այդպես։ Ու եթե մենք նայենք մեր կյանքերին, կարող ենք հասկանալ, ինչ սերնդափոխությունից ենք մենք, որտեղ մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր մշակույթ, տարբեր ընտանիքներ, տարբեր բնավորություններ ունենք, հա։ Միտեղ, օրինակ, մեր տան մեջ հայրս որ բան էր ասում, ես սկսում էի հակաճառել, ինքը հասկանում է, որ հավեսում եմ հումորի, իրար հետ բառ էի ընկնում։ Միգուցե միտեղ մեկի հայրը շատ դուրջ է եղել, շատ տենց ասեցին, տենց էլ պետք է լինի։ Երբեմն իմ մոտ գալիս երեխեքը դարի բան են ասում, չգիտեմ իրանք ստեղ են ասեմ, չասեմ, բայց մեկ է, իրանք է գիտեմ։ Ես հումորի եմ տալիս, կատակի եմ տալիս, վերջում անում եմ իրանց ուսածը, մի անգամ է տենց է լինում, ժամանքել եմ, հումորային բաներ սիրում եմ, շատ տենց լուրջ չեմ սիրում տենց, միայն լուրջ մտածել, լուրջ մեկը միայն ես կարող ասեմ, կարող լինենք Աստծո խոսքի հետ։ Իհարկե Աստված էլ հումորներ ունի, բայց լրջությունը մեզ բերում է աստվածավախությամբ, վախով մոտիկանալ նրա խոսքին, որ անպայման ոնց լսենք, նենց էլ կատարենք, հա, մոտապես լրջությունը ես դա նկատում եմ, թե չէ Աստծո խոսքում են հումորներ կա, օրինակ մի հումոր ասել իմ կյանքից, նոր ապաշխարած է մի քանի տարի էր եկեղեցում է 91-ին ապաշխարել է մոտապես 93-ին արդեն ավակ է, հետո ինտերնետիները գնացին Վրաստան ապրելու այստեղի պայմաններից հետելով մեր գյուղ ու մենակ քրիստոնյա զգում եմ, որ սարում եմ, եկեղեցի չկա, իմ մոտ նեցա, պետք է եկեղեցի գնամ, որ խոսք լսեմ, եկեղեցի չկա, ես էլ քարոզել չգիտեմ մարդկանց, այն որ ասկա նոր ապաշխարած մարդ, մեկը դիցի քարոզի, ու կարծես սենց Աստծո հետ բան եմ անել, որ փորձում եմ իմ իմացածը միան ստուգել, ասում իմ Աստված, եթե դու կաս, ու եթե ես քեզ պետք եմ, ու շեշտեմ, որ ես անտարում էի, այդ ժամանակ անտար էին գնացել մարդ չկար, ես առանձնացել եմ մի այդպիսի տեղ, որ մարդ չէր գնացել, ասի, եթե ինձ սիրում ես, ու դեռ ինձ հիշում ես, ու դեռ ես քեզ պետք եմ, աղքատ ընտանիքից եմ, մի բան գտնեմ, համ հարստանամ, համ էլ նշան կլինի, որ դու ինձ սիրում ես, այդ օրը ոչինչ չգիտեմ։ Հաջորդ օրը եկան նորից աշխատում էինք անտառում, նորից էլի առանձնացա մի քիչ առանձին տեղ, որպեսզի տենց առանձին լինեմ, աղոթեմ, ու նույն աղոթք արեցի, եթե քեզ պետք չեմ, եթե ինձ չես սիրում, գոնե հարստություն, գոնե մի բան գտնեմ, գոնե գտնեմ, հետո փորձեմ քեզ էլ գտնեմ, մանկական ինչ-որ աղոթք, չկտրեք, դա իմն է։ Ու հետաքրքիր է, որ մի քիչ առաջացա, տեսա ծառից մի հատ գեղեցիկ սինտր էր կախած։ Ես ձեն տվեցի, մարդ չկար, ու ասի Աստված ջան, ես հիմա դու հումոր ես անում, որ քեզ պետք չէ, թե իրականում է պետք չէ։ Համ իրականում պետք չէ է հասկացա, որտեղ պետք չէ նման եմ ապրում, կարծես պետք էլ չեմ իրան, ոչ քրիստոնյա եմ, փորձում եմ պատվիրանները, բայց այդքան էլ պետք չէ, ու 2 տարի չանցած ես ասեցի, որ սենց ես չեմ կարող շարունակել, ոչ քրիստոնյա եմ, ոչ քրիստոնյա չեմ։ Ես չեմ կարող եմ դա միայն հիշողություն պայլի մեջ, ես դա պետք է ապրեմ։ Վերջացա եկա Հայաստան ու հենց այդ գալն էր, որ այստեղ էլ ավակներով աղոթում էին մշակների համար ու աղոթում էին Աստված մեզ մշակներ դու, էլ եմ պատմել եմ դեպքը ու ստերի պատասխանատու Երևանի մեր տարածքային պատասխանատու աղոթում ու ասում եմ մտքից դու ես գալիս ու մտքից քշնում ասեմ Սաղմոն արդեն 2 տարի է գնացել ու բանավատ ասել գնում եմ ունդեղից գնամ Հունաստան ես կեսով նույն եմ վերջ գնում եմ Հունաստան այնտեղ ապրել դե հեռախոս չկա կապ չկա մտածում դե արդեն երևի գնացել է 2 տարի չկա բայց աղոթքի մեջ Սաղմոին վեկանեք մշակ Սաղմոին վերցեք ավակ Սաղմոին վերցեք ավակ ասում Աստված ջան Սաղմոն չկա ուրիշ Սաղմոն չարի ուրիշ մարդ Սաղմոն չկա բայց ասում է քուրիկը վկայում ասում է անընդհատ Սուրբ Հոգին քեզ է հիշեցնում ասել վերցեք մշակ ու ուրի ես զանգում եմ իրան Հայաստանը գալի սս ծաղկված եկեղեցի տենասելի որտեղ է հավաքվում տենաս երբ է հավաքույթը զանգում եմ իրան ու ինքը շշմած
ապշած ասում աստված չան, սենց պատասխան, ես աղոթում եմ մշակի համար, դու ասում ես սակոն, ես ասեմ սակոն չկա, ու սակոն ինձ զանգում, սենց պատասխան, ուրախացել են ու մի անգամից էլի տնային խմբակի ավակ դրին, չգիտեմ, իմ որ միշտ ավակություն անցնելը միշտ եղել ամենց, որ համեմատել են Դավթի հետ, ասել են կարևորը սիրտը դա, չգիտեմ, ծառայողները ինչ եք տեսա, ասում են կարևորը սիրտ ունես, որ ուզում ես ծառայես, որ ուզում ես գնաս առաջ Աստծո հետ։ Փառք Աստծո, ես այդ սիրտը Աստծուց եմ ստացել, որտեղ խոսնել ասում, որ Աստված է մեր ներսում կամելանը տալիս, ու ինձ համար, որ նաև ինչ է իմ սերնդափոխությունը մի անեց, որը որ ես աղոթքով կանգնեցրեցի։ Ու փառք Աստծո, երբևիցե իմ մոտ միտք չի գալիս, որ շատ դաժան բաներից չխոսամ, մի անգամից ասեմ փառք Աստծո իմ կնոջ համար, որ մենք մինչև վերջ ինքը ասել է 90 տարի իրար հետ ապրելու ենք, փորձեմ ինձ լավ պահեն, որ իրան շատ չչարչարեմ, ծանր բաներ չանեմ, որ ինքը տանջվի, փորձեմ նրան սերը շահեմ, որ ինքն էլ ուրախանա, չբռնի կրճատեն տարիներ, ասի չէ դու ինք 80-ից գնա ես 10 տարի հանգիստ ապրել երկրի վրա։ Անգեցիք դժառանգ է, եթե հոգևոր կյանքում չլինեի։ Կգար այդ միտքը, կգար, անպայման կգար, որովհետև խոստովանեմ, որ մի քանի անգամ հարցակման նման փորձել ալեր խուժի իմ կյանքում, ես դա չեմ կիսվեմ կնոջ հետ, որտեղ դա այդքան հետաքրքիր չի, դա իմ փորձությունն է եղել, որին ես հաղթել եմ, որին որ իմ հետ վկա որպես այստեղ եմ ու նրա ամուսինն եմ։ Ես դրան մտքերը քշեցի, որտեղ հասկացա, որ այդ անեծքը իմ համար ոնց որ այդ ճանապարհը մնացել էր բաց, հա, պապիկ, պապա, որոշներներ, որտեղ ու ես կանգնելով այդ ճանապարհին, կարծես կանգալ եղա, որպեսզի դա այլևս ոչ ինձ, ոչ իմ սերունդների, ոչ իմ շուրջի քույր եղբայրներին դա չվերաբերվի։ Ու փառք Տիրոջը։ Ես ասացի, որ եղել են մարդիկ լավ բաներ ժառանգել, մասնագիտություն, կապիտալ, հա։ Ես մի մարդու հետ էլ ձեր մարդը խոսում էր ու հետաքրքիր Իրաստան է սիգարետը վերջացավ, կնոջ ասեց թող դու գնամ սիգարետ առնեմ, գնում եմ խանութ, կինը ասեց չկա, թոշակը դեռ չեք ստացել, յոնատար ինչ ունես, դեն ասեց վերջացավ սիգարետս։ Ու գիտես, երբ որ կինը չտվեց, ինքը զայրացած սկսեց իր կյանքը պատմել, ինչը որ այսօր իմ թեվայի մասնիկն է դարավ։ Վրաց ինձ ասեց, գիտես, այնքան փող եք բերում, ժամերով նստած հաշվում էին մեր տնեցիք, ժամերով, այդքան փող եմ աշխատել, սաղ կյանքս, հիմա մի սիգարետ չունեմ, ու ինչի համար ինձ թեմայի մեջ ներգրավեց այդ մարդու պատմությունը, որ եղել են մարդիկ, որ ընդհանրապես անցյալում ունեն հուշեր, որ իրանք լավ կյանք են ունեցել, բայց նայում ես նրանց ներկան, չես ասի, որ իրանք են ձեր կյանքով ապրել են։ Իրանք հավատում ենք, օրինակներ դուք եք կարող ունենալ, որ մարդիկ լավ են ապրել, բայց հիմա ոչինչ։ Դա անեծքի նման մի բան է, որ սատանան գողանում է ամեն, որովհետև Աստծո խոսքը ասում է, արդարը ժառանգություն է թողում իր սերունդին, իր զավակներին, ամեն ժառանգությունը հորից է, բայց Աստծուց առաքինի կինը։ Ամենալավ կինը դա Աստծուց է դակ շտը, եղբայրներ ջան, միշտ աղոթքի մեջ եղեք ձեր տղաց համար, որտեղ դա Աստծո պարգևն է, որպեսզի մենք կարողանանք լրացված գնանք առաջ։ Մենք պարաշուտիստ ենք, նրանք պարաշուտ փաթաթողները։ Եթե նրանք լավ չփաթաթեն, մենք օդի մեջ խնդիրներ կունենանք, բայց ուշ կլինի։ Դրա համար նրանց հետ պետք է մենք ջերմ լինենք, սիրով լինենք, Աստծո խոսքն ասում, ինչպես որ Քրիստոսը սիրեց եկեղեցուն։ Միշտ մի քանի բան եմ գրել կարդամ, հա։ Միշտ մեծը փոքրին ուզում է խրատի, բայց իր մտածելակերպով չի կարելի գնա այնտեղ, մեքենա կգա կամ բայց փոքրը ուզում է վազվզի ու հետաքրքրիչն է, որ այդ մեծը, որը որ խորհուրդ կա տալի փոքրի մի արա, տարիներ առաջ ինքը փոքր է եղել, նույնց էլ իրան են ասել, նույնց էլ ինքն է վազվզել, իրան են ասել, մի գնա մեքենա կգա, ընդ չի կարելի, ընդ շուն կա, չգիտեմ, տարբեր պատճառներով, ինչա որ իրանցից հեռու չլինա երեխան։ Մենք սենց խոսք ունեմ, չի ասենք, եթե այդ խելքին լինեի, հիմա դες չէի վարվել, այսինքն հիմա մի հատ ուրիշ մտածելակերպ ունեմ,
որ տարիներ առաջ մի քայլ արել, ու մտածում եմ, որ հիմա այս տարիքում, այս խելքով ես այդ քայլը չի արել։ Գիտեք ի՞նչ, որովհետև մեր հասունացման շրջանը, որ մենք սերնդեսեր փոխում ենք, մեծանում ենք, մեր մտածելակերպն էլ է փոխվում։ Օրինակ, երիտասարդ ժամանակ շատ եմ սիրում, որ ջահելներով հավաքվել ենք, բարբակ գնենք, ֆուտբոլ խաղանք, ու վերջերս նկատեցի մի տեղ էի, մի քիչ ֆուտբոլ խաղացից, զգացի, որ չեմ կարող ես շնչել, շունչս կտրվում է, շատ կարճ ժամանակ։ Բայց գիտեք, երբ որ ես երիտասարդ վաղ ֆուտբոլ էի խաղում, երեխեք են եղել, գնում էին գալ, ասում են, Սակոբ էր, դու դաշտում ես է վաղվանց, ասում հա, ու շշում են, ասում են, ի վաղվանից խաղում ես է, ասում հա, սիրում էին ու խաղում էին, հոգներ չունեին։ Երիտասարդների հետ ֆուտբոլ էի խաղում, ինձանից երիտասարդների հետ, բայց ես վերջերս մի քանի րոպե վազվզեցի ու զգացի, որ էլ չեմ կարող, փորձեցի, որ արդեն ինձ պահենք 40, հոգով ջահել եմ, հոգով կարանք ամեն ինչ անենք, բայց ոչ այն ինչ-որ երիտասարդ տարիներում։ Ու նույնը լինում է, որ նույն քայլը չենք անի այս մտածելակերպով այս տարիքում, որ արել եք երիտասարդ տարիքում։ Օրինակ բանակային տարիքում, 18 տարեկան, 18-20 տարիքում, որ ես խրամատներում էի, նապաստակ էինք տեսնում, սովեսող հոտելի մեջով առաջ էինք գնում, նապաստակ էինք խփում, բերում, առաջ էինք։ Բայց գիտես, անցել է տարիներ, ես կարոզը չի գործել, բայց սարվերջացել, ոքեի։ Ուսը գողացես։ Հալելույա։ Բայց այս տարիքում ես հասկանում եմ, որ շատ բաներ չեմ կարող անել այնպես, ինչպես որ ուզենայի։ Ու ստեղ հիշում եմ Պողոսի խոսքերը, որ ասում է, շատ բաներ անում եմ, այն ինչ որ չեմ ուզում։ Չեմ ուզում, բայց դա եմ անում։ Ինչքան ողորմելի, ինչքան խեղճ մարդ է, որ շատ բաներ ինքը չի ուզում անել, բայց ակամա ստացվում է։ Ամեն ու դա մեր կյանքի սերնդափոխությունն է, մեր տարիներն են, որ մենք երիտասարդ տարիքում ուրիշ ձև էինք, մի քիչ մեծ հասակում ուրիշ ձև էինք, ամուսնամեզ երեխաներ ես ունենում, ֆինանսական հարցում մի քիչ ավելի ուրիշ ձև ես լինում, որ պետք է կինո գնաս, ասում ես, դե լավ, նա տարի 3000 տարի կինո են արել, ավելի լավ 3000-ի միտք առնենք, գնախտում երեխեքի հետ, նստենք, շփենք, վայրենք, շատ արին են, հա? Ոնց որ արդեն սկսում ես քո բյուջեին ավելի կարևորել այն ինչ որ տան համար պետք է, հա? Եվ միշտ խրատողը ինքը իր մտածելակերպով է տենց մտածում ու փոքր իրան չի հասկանում։ Միշտ մեծը որ ասում է չի կարելի, փոքրի մոտ դա չի ասում, որովհետև փոքրը նենց չի մտածում, ոնց որ նա խրատող է։ Ու սա աշխարհի ողբերգությունն է, ցավն է։ Երբ որ մեծերը ասում են, բայց չեն կարողանում դա ապացուցել։ Ու մենք իմ թեմայի մեջ մտնում ենք հիմա ոգևորում դաշտ։ Ոգևորում, ինչպես է դա կատարվում։ Դա ես պատմեցի աշխարհում անեցքի եւ օրդությունների փոխանցումները, տարիքային փոխանցումները, բայց ոգևորում ինչա տեղի ունենում։ Եկել եմ ապաշխարել եմ, Աստված ինչ անում, կրթում է։ Աստվածաշնչան դպրոց, դասընթացներ արնում, կոնֆերանսներ, խմբակներ, ճամբարներ, ու դու ինչ ես նում, հոգևոր աճում ես։ Ինչի համար, որ ինձ բեմ ու միկրոֆոն տվեք քարոզել, որ սիրելիս։ Այսօր մեր բոլորիս համար բեմը, աշխարհն է, քարոզելը ցանկացած մարդ, ոչ թե այն, ովքեր որ հավաքվել են։ Իհարկե եկեղեցում ենք հավաքվում ենք, իհարկե քարոզիչ կա, իհարկե դա աստծո ստրուկտուրան է, բայց ոչ բոլորիս նպատակն ու ցանկությունը պետք է լինի կանգնել ու քարոզել։ Երբեմն ինձ որ քարոզի թեման եմ ասում Աստված ջան, էլի քո հետ եկավ ժամանակ, որ քեզ պետք է խնդրել, որ դու ինձ թեմա տաս։ Ինքս էլ չեմ սիրում, ոչ թե չեմ սիրում, ինքս էլ ուզում եմ որ լինեմ ոչ բեմի մարդ, լինեմ ամենտեղ, բայց ոչ բեմում, բայց ստիպված եմ, որովհետև եկեղեցում ստրուկտուրան է այդպես, ես էլ պետք է քարոզեմ։ Ամեն, ու անում եմ սիրով միջավայր։ Ու եկեղեցում որն է սերնդափոխությունը, որ
Երբ որ դու եկել ես եկեղեցի, խոսքով լցվել ես, գիտես խոսքը, անպայման քեզանից այդ յուղը, քեզանից այդ խոսքը պետք է փոխանցվի այն մյուս սերունդներին, շփվելով նրանց հետ, խմբակներում, եկեղեցում, ծանոթանալով, ամեն իրար այցելելով, իրար հետ շփվելով, դրա մեջ կա Աստծո զորությունը, որ մենք իրար փոխանցում ենք, այն ուրախությունը, այն միաբանությունը, այն իրական քույր եղբայր լինելու կարոտը, ծառայը, որ միգուցե մարդիկ չունեն, այդ իրանց կյանքում չեն ունեցել, կամ ունեն մի քիչ ուրիշ ձևա, հեղու է, կամ խորհրդություն կա։ Դու նրա համար ես, որ լինես քույր եղբայր և օգնես, որ ինքը ուժ գտնի իրական քույր եղբայրներին էլ հասնելու համար, ամեն։ Այսինքն, երբ որ գալիս են Աստծո տուն, մենք պետք է հոգևոր աճենք։ Իսկ աճելու համար կարդալը, աղոթելը, եկեղեցու լինելը, խմբակում մասնակցել, տղամարդիկ տղամարդկանց աղոթքին, ուրբաթով աղոթքին, ինչ որ եկեղեցու ձեռնարկում ասելես, դա մեր բոլորի հոգևոր աճի համար է։ Ու երբ որ դու հոգևոր աճում ես, դու կարողանում ես փոխանցել ոչ թե միայն երիտասարդների քեզանց փոքրին, այլ եկեղեցու համայնքի ինչ տարիք է որ լինեն, խոսացողը փոխանցելու բան ունի։ Դա Աստծո խոսքն է, դա Աստծո խրատներն է, դա Աստծո կանոններն է, պատվիրաններն է, որպեսզի ամեն մեկը պահելով այդ ճշմարիտ երջանկությանը հասնեն, որ Աստված իր խոսքը բարոների խոստացել է, իրանից վախեցողների խոստացել է, որ ասում իրանից վախեցողների շուրջը բանակ է կազմում, որպեսզի հանկարծ ձախողումներ չլինի նրանց կյանքում։ Եկեք բացեք առաջին Տիմոթեոս առաջին գլուխ, քեզ հետաքրքիր է, հա, ըմբռնում ես ինչ-որ բան, ըմբռնողությունն էլ Աստծուց, գիտեք, չէ՞ ինչպես իմաստությունը, այնպես էլ ըմբռնողությունը Աստված տալիս է, որպեսզի մենք ըմբռնենք, հասկանանք, որ քեզանից է կախված բան կա, դու ես սերնդափոխության մասնիկ, դու ես մեկը, որ պետք է քեզանից բան փոխանցես, ամեն, որովհետև կյանքի բերումով հնարավոր է, որ դու մի դեպք ունես, որ հենց մենակ դու ես հավատացյալը։ Մենք մի քույրիկի հետ ենք խոսում իր տղայի մասին պատմում էր կյանքի բերումով տղան նստած է ու պատմում էր, որ ասում էր թե գողական աշխարհը, թե տեղի տղաները, ինքը աղոթում է ու բոլորը կաներից գովում են, ամեն աղբերս, ամեն, սենց միաբանվում են, լսում են, հարգում են, սիրում են, կարծես վատ իրավիճակ ստացվեց, բայց Աստված բարի է պատտել իր կյանքի այդ վիճակը, որ ինքը այնտեղ մենակով ներկայացնում է Աստծուն։ Պատկերացնում ես ինչքան Գևոր աղբերը նման վերապրած կլինի, ինչքան դժվար է, որ դու հայտնվում ես միտեղ, որ մենակ դու ես։ Իհարկե, քեզ կարող է YouTube օգնության հասնի, խփես հովի վերևի քարոզը դնես, ասես լսեք, բա ինչ որ ինտերնետ չլինի։ Ամեն իրավիճակում պատկերացրու, որ ոչինչ չկա, դու ես ու ժողովուրդ, ու պետք է նրանք ավետարան լսելու։ Լսելու են այն, ինչ որ դու լցված ես։ Իսկ հիմա քո լցվելու ժամանակն է, որ դու նստած լսում ես խոսքը։ Ու գալու է ժամանակ, որ դու ինքդ խոսելու ես իրավիճակներում, որտեղ որ միայն դու ես, ողքից օգնող չկա քեզ։ Ամեն։ Առաջին Տիմոթեոսին Պողոս Առաքյալը գրում է Տիմոթեոսին, թե ինչպես այս ամենը տեղ ունենում մեր կյանքերում, հոգևոր աշխարհում, տեսեք, առաջին գլխի 18-19 համարը։ Եկեք էկրանի վրա կարդամ։ Որտեղի Տիմոթեոս, այս պատվերը ավանդում եմ քեզ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը, ունենալով հավատ ու բարի խրճմտանք, որը ոմանք մերժեցին ու հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։ Այսինքն եղաների մարդիկ, որը լսեցին։ Ու լսողներից հենց Տիմոթեոսին խորհուրդ ակրում, որ դու լսել ես, քո ձեռնադրություն ա եղել, ու այդ ամենը հավատքով, բարի խրճմտանքով այդ պատերազմը մղի ու շեշտում է, որ այդ ճանապարհին շատերը մերժել են ու նավաբեկության են ենթարկվել։ Ոչ թե որ Աստված չի ուզեցել նրանց ու չի ընտրել, այլ նրանք մերժել են եւ նավաբեկության են ենթարկվել։ Ամեն։ Եվ կարդանք 4-րդ գլխի 6-րդ խոսքը։ Այնտեղ են խորհուրդները տալի 6-ից ասում է, սրանք եղբայրների խորհուրդ տալով Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես։ Հիմա ես այստեղ եմ որպես այդ խորհուրդները տամ, որ այն ինչ որ դու լսել ես, այն ինչ որ դու գիտես Աստծո խոսքից, այն ինչ որ դու կարդում ես,
շատ լավ է խորհրդատու է, որպեսզի դու այդ ամենի մեջ ապրես, պահես, օգտագործես սիրելի Աստծո մարդ, որպեսզի ինչ լինի այդ ամենից հետո Քրիստոսի սպասավորը կլինես սնված հավատքի խոսքերով ու այլ բարի վարդապետության, որին հետևեցիր։ Հետևում ենք բարի վարդապետությանը, որ դրա միջոցով ինչ արինում մեր կյանքում մենք կարողանում ենք սնվել և սնել Աստծո ժողովրդի, եկեք 9-րդ համարից 16-ը կարդանք, նոր այդ ամենը ամփոփենք։ Աստծո տան մեջ ավագ սերունդը ապրելով պետք է հոգևոր կյանքը, պետք է երկրորդ սերունդին փոխանցի, սովորեցնի։ Ամեն։ Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի, որովհետև հենց դրա համար ենք տքնում, չարչարվում, պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծո վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների փրկիչն է։ Այս բաները պատվիրիր և ուսուցանիր, թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարի, այլ հավատացյալների օրինակ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։ Տեսնես, որ խորհուրդ է տալի Տիմոթեոսին, որ օրինակ լինի, նորից մի հատ հետ գնա, այդտեղը։ Հավատացյալներին օրինակ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով ու անարատությամբ։ Այսինքն ամեն մեկից գործ կա սիրելիս, որ մենք օրինակ լինենք իրար նկատմամբ։ Այս ամենի մեջ, ամեն շրջանառությունների միջև ինքան ուշադրություն դարձում ընթերցանությանը։ Տեսեք, քո անձնական կյանքին կարդալու, որ դու միշտ ընթերցանության մեջ ուշադիր եղի, կարդալու, խրատելու և ուսուցանելու, խրատել մարդկանց, որպեսզի Աստծո խոսքի մեջ ամեն խոսքը լինի խրատական, լինի հենց այդ փոխանցումն է, որ խրատողական է, չէ՞, մենք միշտ խրատող իմաստը որտեղ ենք իրարում, հորս խրատները, չէ՞, կամ պապս, հորուղներս այսպես խրատներ էր տալիս, խրատական, այսինքն սովորեցնում, որ կյանքում այսպես բան չանես, կյանքում քեզ թույլ չտաս, որ թույլ զգաս, կամ նման խորհուրդներ, որ մեծերը տալիս են, ու ստեղ Պողոսը գրում է Տիմոթեոսին, որ խրատիր, այսինքն Աստծո տան մեջ մենք ինչ որ տեսնում ենք, սիրելիս մենք պետք է իրար խրատով մոտիկ անանք, ոչ թե ասենք, վայ, այս մեկը սենց բան արեց, ու գնում ենք ուրիշի մոտ, վայ, իմացար այս մեկը սենց բան արեց, ու մեկ ասում, արի աղոթ ենք իրան, նոր հանդիպում ես, ասես, վայ, իմանա շուտ կասե ես, երբեմն լինում է մարդուր, լավ է, այդ ժամանակ ուշքի գա, կանցնե միջև գնա դրա մեջ, բայց սիրելիներս, խրատը մեր ամեն մեկիս համար է, խոսքը ասում է իմաստուն մարդը խրատ սիրողն է, իսկ ով որ խրատ չի սիրում, ասում է ինքը գոռոզ է, հպարտ է, որ չի ընդունում այդ խրատը և իր կյանքում իմաստություն ձեռ չի բերի, ուսուցանելու, անփույթ մի եղիր քո մեջ եղած այն շնորհքի նկատմամբ, սա մեզ էլ է վերաբերում, մեր մեջ ինչքան շնորհքով մարդիկ կան, ու երբեմն մենք անփույթ ենք վերաբերվում դրան, անփույթ մտածելով որ հա շնորհք է, տղացան կարող եմ երկեմ, բայց դե համաչում եմ, կամ եմ նվանքեմ, բայց դե ոչ որ չի գիտի դրա մասին, կամ ես ինչ-որ բան արես, բայց չես ուզում դա կարծես Աստծո գործի մեջ կիրառես, մեր համար այս ամենը խրատներ է, սիրես, որ մենք պետք է ընդունենք և Աստծո տան մեջ լինենք այս խրատներով դաստիարակված, սերնդափոխությունը, սերունդների կրթելու, սերունդերին տալու, ու մենք գալիս ենք, լծվում ենք այդ ամենով և նաև մենք պետք է փոխանցենք մյուս սերունդերին։ Որ քեզ նրա մարգարեությամբ երեսները ձեռնադրեցին, ձեռնադրության տվեց այդ շնորհքը, ասում է մի եղիր անփույթ։ Սրանց մասին մտածի, սրանց մեջ եղի, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Հիմա մենք եթե դրա մեջ մտածենք լինենք, ինչ որ լսում ենք, մեր առաջադիմությունը կլինի, բոլորը կտեսնեն, որ Սամքիս եղբայրը փոխվել է, կամ ինչ որ մեկին, որ դու գիտես, ասում ես, ինչքան բան է փոխվել, դու ինքդ կվկայես քո փոփոխությունների մասին, ամեն, դու ինքդ կնկատես, որ դու ավելի ուրիշ ձև ես սկսել մտածել, ու այս ամենը հենց եկեղեցու համար է, այդ սերնդափոխությունն է, որ ավագները անցել են դրա միջոցով, ու խորհուրդ են տվել, ու գրել են Տիմոթեոսի նշանակում որ մեզ էլ է վերաբերում, որպես եկեղեցի, որ մենք դրա մասին մտածենք, պահենք, կատարենք, այդ առաջադիմությունը երևա, ամեն, այդ ակտիվությունը երևա, ուշադիր եք ինքդ քո և ուսուցման նկատմամբ, որ դրա մեջ
եւ դրա մեջ հարատեւի, որովհետեւ այդ անելով կփրկես թե ինքդ քեզ, թե քեզ լսողներին։ Հիշում եք մի անգամ ես քարոզում եմ, որ այն ինչ որ Աստծուց լինում է, նախ առաջինը որպես մարդ դա ինձ է վերաբերում, ինչ խոսքեր լինի։ Ինձ եւ իմ միջոցով դա Աստծո ծրագիրն է։ Միայն ինձ դա ճիշտ չի, ես էգոիստ կլինեմ։ Աստծո աղոթքն լսում եմ, ինչ խնդրում եմ տալիս է ու երբևիցե չեմ աղոթում ոչ մեկի համար։ Դա ինձ հենց ինձ պետք լինի, ես աղոթեմ, ինձ կտա Աստված, ինձ կարծես ես ու Աստված ու վերջ։ Դա սխալ է։ Ինձ ճիշտ է, որովհետև կա շարունակություն եւ իմ միջոցով եմ ձեզ։ Ու նույնը քո քեզ պետք է վերաբերվի։ Նախ քեզ վերցրու խոսքը, փոխի քո կյանքը եւ դրանով փոխի իմ կյանքը, մյուսի կյանքը։ Այս է քրիստոսությունը սիրելիս եւ սա կոչվում է սերնդափոխություն, այսինքն մեր ներսից այս սերունդից եկած խոսքը դարերով եկած Աստվածաշնչի հենց այդ խոսքերը կենթանանում են իմ համար եւ իմ միջոցով քո համար, կենթանանում է քո համար ու քո միջոցով կողքիների համար։ Ինչի համար, որտեղ մենք իրար համար ենք, որպեսզի մեկս մեկի միջոցով խրատվենք, փոխվենք, մաքրվենք, սրվենք, ամեն։ Եթե քույրդ եղբայրդ վիման է նկատում, միգուցե դու դեռ չես նկատել, բայց կողքից երևացել է դա, ընդունի այդ խրատը, ընդունի, եթե անգամ այդպես չես կարծում, ընդունի որպես խրատ, խոնար եղի, ցույց տուր նրան, որ դու ընդունում ես, մի կոտրի, մի նենց արա, որ ինքը ասի սրանց հետո ոչ մեկի չեմ ասի, ու ինչ ասում եմ, չի ընդունում նեղանունը։ Ամեն, եկեք աստվածավայել ձևի անենք այդ ամեն ինչը, որովհետև ոչ մի նորություն բան չկա, որ մենք հիմա նոր բան խոսանք, որտեղ Աստծո խոսքն ասում, ամեն բան դրա մասին ասվել է, ամեն բան նույնը եղել է, բայց մեր օրոք Աստծո հոգին թարմացնում է, Աստծո հոգին վառնում է մեր սրտերի մեջ, որ այդ ամենը չկանգնի, որովհետև մեզանից առաջինները ավետարան են քարոզել, մեզանից առաջինները մահացել են ավետարանի համար, մեզանից առաջինները թողել են ամեն բան, ու գիտեք մի երկ կար այդ ժամանակներում, «Прощай, мама, прощай, папа», միսիաներում բուդույա, ավասնավորը կհիշի, հոգևոր դաշտում, այսինքն գիտեք որնա, որ ես թողում եմ ամեն բան, գնում եմ նրա հետևից, որովհետև հայտնվել է ինձ սրտում ես խոսքը, ով թողի իմ ու ավետարանի համար, հորը, մորը, տունը, եղբայր, քույր, ամեն ինչ, գա, չգա իմ հետևից խաչը վերցած նա ինձ արժանի չի, եղավ մեր կյանքում ժամանակ, մենք թողեցինք մեր ծնողներին, թողեցինք Երևանը, թողեցինք աշխատանք, ինձ մտել էր արդեն հիվանդանոցում պետք է աշխատել, իր սիրած մասնագիտությունը, որ ինքը սովորել էր, բայց երբ որ ես մտա Աստծո տուն աղոթքի, եւ մեր հրաշալի եղբայրեցիկը ձեռը ընկեցին վրա ու ասեց պատրաստ ես գնաս Գորիս, գիտես դա իմ համար ինչ էր, ոնց երկնքից Աստված այդ հրաման այդ խոսքը բերել էր ու սպասում էր իմ արձագանքին։ Ուստեղ գիտեք հարցը ինչ էր, ես պետք է նստեմ, հələ քննարկեմ, ինչ-որ կողքի մտքերի հետ հարմար չի Աստծո կամքը կատարելու։ Ես ուզում եմ, որ երբ որ Աստծո հրամանը լսում ես, Աստծո հրահանգը լսում ես, Աստծո խոսքը լսում ես, որ քեզ ասում է արա այս քայլը, մի նստի քո մարմնի ու շնչի հետ հաշվի։ Արա հոգու գործը, որովհետև հոգին քեզ զորացնելու է, հոգին քեզ մտցնում է դե, որպեսզի դու դուրս գաս հաղթող, դուրս գաս օրհնված, դուրս գաս մեկը, որ Աստծո կամքը կատարողն է, դուրս գաս մեկը, որ Աստված ասել է, ահա իմ որդի, որին ես հավանել եմ, լսեք նրան, ահա նա, ով որ արժանի է նստի իմ կողքին, ահա նա, որի համար ես խաչվել եմ, ահա նա, որը որ իմ ծրագրերը իրականացնում է երկրի վրա։ Այս սա է Տիրոջ գործը կատարել եւ սա է սերնդափոխության, այսինքն այդ խոսքերը, այդ ամեն ինչը որ հին է, բայց եկել է ու հասել է մեր սիրելիս, որ մենք էլ այդ խոսքը վերցրած կատարենք եւ փոխանցենք մեր շուրջը մարդկանց, մեզանից հետո եկող հավատացյալների, որ նրանք չխոտորվեն, չծրվեն, իրենց պատերազմը կատարեն ամեն Ես ես ամենը կարդացի չէ ուշադիր եղել քրքով ուսուցման, նկատման եւ դրա մեջ հարատեվիր, որովհետեւ այդ անելով կփրկես թե ինքդ քեզ, թե քեզ լսողներին։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս եւ նաեւ ուզում եմ ասել, որ
ժառանգական եկած այդ սերնդափոխության մեջ նաև կան բաներ, որ մենք պետք է չկրկնենք, որտեղ Աստվածաշնչում մենք տեսնում ենք մի հատված, որ կար սերունդ Իսրայելում, որ իրենք աղոթում էին եւ Աստված ասում էր ձեր հայրերի նման խստապարանոց, ձեր հայրերի նման խոտորվել եք, ձեր հայրերի նման հետ դառնին ճանապարհներից, իսկ հիմա եթե դուք հետ դառնաք դեպի ինձ, ես կողորմեմ ձեզ։ Սա խոսում է մի բանի մասին, որ ավակ սերունդը ուրիշ բաներ է պաշտել, ավակ սերունդը ուրիշ կյանքով ապրել, ու եթե վերցնենք, որ ամեն ասած պետք է լսեք, ես դրա մասին չեմ խոսում, ընդհակառակը, ես խոսում եմ, որ կա բաներ, որ արվել է ու այդ սերնդափոխության եկած խրատները մենք պետք է չունենանք, որովհետև սերունդներ առաջ մենք ունեցել ենք մեր երկրում տարածքներ, որտեղ մարդիկ լավ ճանաչել են իրենց գուշակներին, հա, օրինակ ասում են Քյավարի ու անուն են տալի, կամ ինչ-որ տարածք են ասում ու ինչ-որ մեկին, որ բոլորը գիտեն, հա, ու գնում են նրանց մոտ բախտնայելու գուշակության եւ այլ։ Մեր ազգը սիրում է նման բաների ու թեև մենք աղոթքներով կանգնած ենք, քանդում ենք ու քանդելու ենք մինչև վերջը պայքարելով։ Ու սա խոսում է, որ մենք չպետք է կրկնենք այն սխալները, որ արել են։ Դրա փոխարեն մեր աղոթքներ պետք է լինի Հայր, ների մեզ ու մեր հայրերի արած սխալները։ Մեզ նրանց հետ նույնը սարքելով։ Ոչ թե նրանց համար ենք ապաշխարում, որ նրանք արդեն չկան, այլ այն, որ նրանց հետ մենք մեկ ենք եղել, որ կարծես դա եկել է, մեր շերն է հասել, մեր դուրն է հասել, մեր սրտերի մեջ է։ Մենք ապաշխարում ենք, որ այդ ամենը նրանք արել են, ամեն, ապաշխարում ենք ու մեր ազգի համար ենք կանգնած ապաշխարում, երբ որ ինչ-որ մեր ազգում կատարվում է, որ դա չպետք է կրկնվի, դա սխալ է եւ նրանք արել են եւ նրանցից եկած այդ կարծես ժառանգությունը մնացել մեր երկրի։ Դրա համար մենք ունենք լավ ժառանգություն, լավ եկեղեցի, Աստծուց տրված ամեն ավետարանական այս եկեղեցի, որ փրկում է փողոցներից, փրկում է տներից, կործանողների, որի հենց որ ասում է մի անպիտանել ես եմ, որ կարծես ինձ են փրկությունները ողորմած, որ կարծես երբևիցե չէի փնտրում, երբևիցե չէի մտածում, բայց նրա խոսքը զորավոր էր ինձ համար աղոթություն բերելու, ինձ համար լույս բերելու, որ իմ ճանապարհները փոխվեն եւ չհետևեմ այն ինչ որ երազում էի, այն ինչ որ ուզում էի։ Ու նա փոխեց իմ երազանքները նրա տան մեջ, ավելի լավ ասում է նրա դռների մոտ, քան թե աշխարհում ու մի քիչ ավելի հաջողակ, հա? Մի նայ ասում ամբանիշների, որ նրանք կարծես հաջողակ են, ունևոր են, որտեղ այդ ամեն ինչ անցնելու է։ Երբ որ դու ես նայել կանգնեք Աստծո առաջ, Աստծո խոսքը ասում է, աղքատն ու հարուստը մի ընդհանուր բան է, երկուսին էլ Տերն է ստեղծել։ Ու երբ որ կանգնես Աստծո դատաստանի առաջ, այն մարդը, որին որ դու միգուցե երազել ես նրա նման ապրել, նրա ոչինչը չի օգնելու նրա մտի հավիտենական, իսկ քո հավատալը քեզ մտցնել է երկնքի արքայություն։ Քո փոփոխությունը, քո այս կյանքով ապրելը Տիմոթեոսի նման, ընդունելով խրատը, հարատևելով դրա մեջ, պայքարելով կյանքի ամեն խոչընդոտներին, որ ամեն ժամանակ կարծես նավաբեկություն կա, որ ասում է շատերը մերժեցին ու նավաբեկվեցին հավատքի կյանքը թողելով, բայց դու ընթերցանությանը վրա ուշադիր եղի, ուսուցումներից վրա, Աստծո հետ ապրելու վրա ուշադիր եղի եւ այդ ժառանգությունը կստանաս, ինչ որ տրված է հոգեվոր մարդկանց ժառանգություն, հավիտենական կյանք եւ այն ավելի երկրի վրա հաղթական կյանք, որովհետեւ Աստված նույնիսկ չի ասել յոլա գնացեք, այստեղ մի կեր ոչինչ չանցնեք, մի կեր յոլա գնացեք, հեսա գալիս է, որ սիրելիս դա երկրի վրա մեզ հաղթանակներ ապարգել է, երկրի վրա մեզ տվել է պարգև, ինչի համար, որ ոչ թե միայն մեզ, այլ մեր միջոցով ուրիշներն բժշկվել, փրկվել, ազատագրվել։ Եթե տես չլիներ, կասեր դե դու մի կերպ փրկվել ես, պահի քեզ խելոքտունը մնա գնա գործի արի կարդա, փրկությունդ հանկարծ չկորցնես, մինչև կմահանաս կգաս մոտս։ Ոչ, մենք երկրի վրա գործ ունենք անելու, մենք այդ սերնդափոխությունը պետք է անենք մեր ազգի մեջ, որ մեր ազգը ազգովի պաշտենք, որ անցնի տարիներ տեսնենք, որ շատերը մեծ, փոքր, բոլորը պաշտում են Աստծուն, բոլորը Հիսուսի անուն են տալիս։ Մի բան էլ վկայի ու վերջացնեմ, վերջերս արեստավորի մոտ է մեքենայի համար ու նենց հետավ ինչ-որ
խոսք ընկավ ու հետից տղան է դուրս եկավ, որ ինքն էլ է հավատացյալ, որ իրան ասեցի, գիտես, սրտումս մի բան կա, ինքը ուրիշ եկեղեցուց էր ու ասեցի, գիտես, մի բան կուզեմ քեզ ասել, եթե մենք հավատացյալներս իրար չխանգարենք, արդյունությունը մեզանից էլ շուտ կհասնի տեղ, քան թե որ մենք աղոթում ենք ու ուզում ենք լինի։ Կլինի այն ժամանակ, երբ որ մենք իրար չենք խանգարում, որ կհասկանանք, որ ամեն Աստծո ժողովուրդ, ամեն հավատացյալ դա մեր թշնամին չի։ Մեր բոլորիս թշնամին մի հոգի է, դա Սատանան է, չարն է, եւ մեր բոլորիս հրամանատարը մի հոգի է, Հիսուս Քրիստոսը։ Եկեք նրան հնազանդվենք եւ պայքարենք նրա դեմ, ում որ քո թշնամիները, իմ թշնամիները։ Ու այդ ժամանակ արդյունություն կլինի, որ ոչ թե մենք իրար խանգարենք, ոչ թե մենք միայն մեկ եկեղեցի քարոզենք, արի մեր մոտ ամեն ինչ լավ կլինի։ Եկեք արետարան քարոզենք, ու թող մարդը ընտրի թե ուր է։ Ամեն սիրելիս։ Ես կուզեմ որ վերջում մենք հիմա ոգի կանենք, աղոթենք, որ եթե եղել ինչ-որ մեկի կյանքում, որ սերնդա փոխության այդ ամենի մեջ իրան եկել հասել է անեցքներ, ինքը տեսնում է, որ դժվարություններ կա, ցախողումներ կա, հիվանդություն կա, ինչ-որ անեցք, մենք ունենք այդ իշխանություն ու զորությունը քանդելու սատանայի բոլոր ծրագրերը, քանդելու նրա ամեն գերեզմանությունները, որ մարդուն գերի արել։ Եվ կաղոթենք դրա համար, որպեսզի այդ անեծքը քանդված լինի, եթե սխալ սերնդափոխություն կա, իսկ այն ինչ-որ Աստծուց է, ինչ-որ Աստծուց եկել է մեզ, Աստծո տան մեջ եկեք մնանք մինչև վերջ հավատարիմ, պահելով մեր փրկությունը և փոխանցելով մարդկանց, որոնք որ դրա կարիքը ունեն։ Ամեն։